իրավիճակը, դա է պատճառը, որ մենք անընդհատ խնդիրներ ենք ունենում, բայց այդ խնդիրները լուծելով պիտի շարժվենք առաջ, որովհետև չենք կարող կանգնեցնել կյանքը եւ մարդկանց ստիպել, որ տրանսպորտային միջոցներ չգնեն։ Իսկ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների մասով ոստիկանության համակարգ մուտք գործելու տեսանկյունից ես ասեմ, որ այս պահի դրությամբ ընդհանուր 78 անձ ունենք, որոնք արդեն իսկ ներքին գործերի նախարարության համակարգ անցել են աշխատանքի, որից 15-ը եղել են քաղաքացիական ծառայողներ, իսկ արդեն 63-ը ոստիկանության աշխատակիցներ են։ Ասեմ, որ այս աշխատանքի ընդունման process-ը բավական ակտիվ շարունակվում է, անընդհատ մենք հայտեր ենք ստանում մեր հայրենակիցներից, բնականաբար ոստիկանության համակարգ մուտք գործելը համապատասխան խողովակներով անցնելու պայմաններում միայն կարող է լինել, բայց ես ուզում եմ փաստել, որ մենք այս առումով բավական լավ իրավիճակ ունենք, որովհետև մի շարք որակյալ կադրեր ունենք, որոնք դիմում են եւ համապատասխան ստուգողական փուլեր անցնելու պայմաններում անցնում են աշխատանքի արդեն ներքին գործերի նախարարության համակարգում։ Հերթով։ Չէ, ես հարց տալու հնարավորություն կտամ։ Տիկին նախարար